168 թեմի հարգելի հետևողներ, այսպես կանգնեք։ Մեր զրուցակիցը Էնա չէ։ Նարինե Գրիգորյանն է, այսպես կկանգնեք։ Գրիգորյան, դուք առիթ եք ունեցել շփվել Ռուբեն Վարդանյանի հետ, եղել եք իր հաղորդման հյուրը։ Ինչպիսի տպավորություններ ունեք իր մասին եւ ձեր կարծիքով բավարար ջանքեր գործադրվում է, որպեսզի Ադրբեջանը բանվող հայ ռազմագերիները, այդ թվում նաեւ Ռուբեն Վարդանյանը վերադառնա Հայաստան։ Ինձ համար մեծ պատիվ էր, երբ հրավիրեցինք հարցազրույցի եւ անկեղծ չգիտեի թե ոնց եմ ես հայտնվել իր տեսադաշտում, բայց երբ հարցազրույցը սկսվեց եւ ինքը ինձ ասեց, ինչու երբ քո ծնողները ժամանակին ամեն ինչ թողել են Հայաստանում ու գնացել Արցախ, դու նույնը չես կրկնում, ես հասկացա ողջ իմաստը։ Հետո հարցազրույցից հետո ինքը ասեց, որ իրականում ուզում եմ ասել, որ սեպտեմբերին ես մեկնելու եմ, նայեք ինձ խնդրում եմ, ես չեմ սիրում, որ զրուցակիցս ինձ չի նայում։ Չէ, ուղղակի մեր տեսարանը արդյոք մարդ գնացեք, մեր եթե։ Չէ, գիտեմ, բայց ես որ աչք չի լինում, չգիտեմ ում պատմեմ։ Եվ հարցազրույցից հետո ինքը ասեց, ես ուզում եմ քեզ անկեղծ ասել, դեռ այդ լուրը գաղտնի է, որ ես մեկնելու եմ սեպտեմբերի 1-ին Արցախ, եւ որ ինձ համար այդ շատ անսպասելի էր, որ ինքը ամեն ինչ թողնում էր, որ գնար։ Ու չգիտեմ, այդ օրվանից ինձ մոտ իր հանդեպ ուղղակի հարազատ զգացողություն է, որովհետև իմ հայրս էլ է նստել Շուշիի բանտում եւ այդ չգիտեմ, պատմության նմանությունը շատ սարսափելի նման էր եւ ինքն էլ է Կարլենի որդի, ես է Կարլենի դուստր եմ, չգիտեմ, բայց ես ինչպես հայրիկից եմ սպասել, ինչպես ցավ եմ ապրել եւ հասկանում եմ, որ մենք կարող է հեքիաթներ են պատմում, բայց իրականությունը շատ ավելի դառն է։ Ես այդքանը գիտակցում եմ եւ շատ հաճախ մտածում եմ, այ մենք հիմա հանգիստ պարկած ենք, ներկայացում ենք նայում կամ հարցազրույց ենք տալիս, իսկ այս պահին ինքը ինչ անում եւ ոչ միայն Ռուբեն Վարդանյանը, այդ բոլոր մեր հայերի եւ այո, չեմ կարծում, որ արվում են բոլոր հնարավոր քայլերը եւ վերելու համար։ Գրիգորյան, չեմ կարծում, որ այնքան քայլեր են արվում, հնարավորինս բոլոր քայլերը հնարավոր, որպեսզի ետ բերեն, եւ դա շատ վատ է։ Տիկին Գրիգորյան, ինչպես շտկել իրավիճակը, որովհետեւ տեսնում ենք, որ այսօր փակվում է Արցախի էջը լռությամբ, հայ գերիների մասին խոսույթը առհասարակ բացակայում է, եթե առաջ ասում էին 1-2 ամիս սպասենք կբերենք, հիմա այդ խոսույթն էլ չկա, շարունակ խոսում է խաղաղության մասին, այս պայմաններում հավատում եք խաղաղությանը եւ ինչպես փոխել իրավիճակը։ Այսպես բարձրաձայնելով, անverջ հիշեցնելով, մի բա մեծ աղմուկ բարձրացրեցինք, թվաց թե հարցը լուծվում է Ռուբեն Վարդանյանի եւ մյուս գերիների հետ կապված, մեկ էլ նորից լռություն տիրեց։ Ու ես մտածում եմ, նորից լռություն տիրեց ու վերջ, նորից մոռացվեց։ Մտածում եմ, վերջ, արդեն բան է, պիտի անverջ բարձրաձայներ, որ չէ, չի մոռացվում, չեն մոռացվում այդ մարդիկ, չի մոռացվում Արցախը, երբեք չի մոռացվելու։ Այդպես դեռ այդպես եմ պատկերացնում, ես որպես թատրոնի մարդ այդ մասին եմ խոսում բեմից, ինչ իմ խոսելու լեզվի ձևով, էլի, իմ արվեստի միջոցով, այդպես։ Դեռ ինչքան։ Գրիգորյան, այսօր նաև Նիկոլ Փաշինյանը եւ իր կինը անդրադարձել են հայ առաքելական եկեղեցուն, ուղղակի հարիշ չէ, հա, որ ներկայացնեմ։ Բարի երեկո, շնորհակալություն, որ այսօր մեզ հետ այստեղ եք։ Եվ ես հիմա կխնդրեմ, որ Ռուբեն